Եվ այսպես նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման համաձայն նոյեմբերի 30-ին ժամը 23:59-ին դադարեցվել է Միսկի գործընթացը եւ դրա հետ կապ ունեցող կառույցների գործունեությունը։ Սա փաստացի նշանակում է, որ ԵԱԿ Միսկի խումբը արդեն անցյալում է եւ ֆորմալ առումով այլևս չկա։ Տասնամյակներով Արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ու Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի համանախագահությամբ գործող այս խմբի լուծարման պահանջը Ադրբեջանն էր առաջադրել որպես խաղաղության պայմանագրի նախաստորագրման պայման։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը անդրադառնալով Միսկի խմբի լուծարմանը նկատել է, որ այլևս հնարավոր չէ Միսկի շրջանակը վերագործարկել, դարձյալ օրակարգային դարձնելով Արցախի հարցը։ Կան գործնական ու իրավական արգելքներ, հարցի փակումը ֆորմալ է եւ վերջնական։ Լուծարվել է գործընթացը սպասարկող ամբողջ կառուցվածքը։ Բոլոր ընդունված որոշումներն ու կարգավորումները համարվում են չգործող, իսկ գործընթացի վերակենդանացման համար կրկին անհրաժեշտ է լինելու բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսային որոշումը։ Անհրաժեշտ է աշխատել նոր ձևաչափերի ներգրավման ուղղությամբ, դաշնակիցների ու գործընկերների վերաքարտեզագրմամբ։ Սա ենթադրում է միջազգային ճնշումների մթնոլորտի ապահովում, Արցախի հարցի երկարատև իրավական միջազգայնացում, միեդում անհատական կամ ագրեսոր պետության Ադրբեջանի դեմ հայցեր։ Հայաստանը Սփյուռքի լոբիստական կառույցների ներգրավմամբ պիտի կարողանա կառուցել համաշխարհային հումանիտար դիվանագիտության կոալիցիա խնդրի միջազգայնացման հեռանկարով։ Ավելորդ է կրկնել, որ այս գաղափարական, գիտամտավոր, տեխնիկական ու կազմակերպչական բծախնդիր, հոգնեցնող եւ երկարատև աշխատանքը պիտի կատարվի Հայաստանի Հանրապետության գործող հակապետական նարատիվների փիլիսոփայությունը մերժելուց, իսկ վարչակազմին իշխանազրկելուց հետո։